Խորհրդարանի ընտրությանն ընդառաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիշեցնում է նախընտրական քարոզարշավի կանոնները։ Գուցե ընտրական օրենսգիրքը իրավական լեզվով բարդ է, սակայն հանձնաժողովը փորձել է հնարավորինս պարզ ներկայացնել այն, ինչ սահմանված է օրենսգրքով, արձանագրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Պարզաբանեց, հանրային ծառայության մեջ գտնվող պատգամավորի թեկնածուները բացառությամբ նախագահի, ԱԺ պատգամավորների և կառավարության անդամների նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկի օրվանից մինչև քվեարկության օրը օրենքի ուժով ազատվում են իրենց ծառայողական պարտականությունների կատարումից։ Օրինակ, վարչապետը և կառավարության անդամները կարող են շարունակել պաշտոնվել, բայց ըստ էության, եթե շարունակեն պաշտոնվել, ովքեր չշարունակեն պաշտոնվել, իրենք աշխատանքային ժամերին այլ բանով զբաղվելու իրավունք չեն ունենա։ Կառավարության անդամների աշխատանքը սովորական պայմաններում 18:00-ով չի սահմանափակվում իրենց աշխատանքային օրերին և նախընտրելի է, որ ովքեր պատրաստվում են քարոզչությամբ զբաղվել արձակուրդի գնան, այլապես խնդիր կարող է առաջանալ նաև աշխատանքից հետո, շեշտեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը։ Հանձնաժողովն իրավասություն չունի միջամտել քարոզչական նյութերի բովանդակությանը, քաղաքական ուժերը ազատ են միմյանց հասցեին քննադատություններ հնչեցնել, բայց երբ որ քաղաքական ուժերը մեկ-մեկու ամենասուր կերպ քննադատեն, չգիտեմ, մեկ-մեկու դեմ չոր գովազդներ կպատվիրեն, հասկանում եք, զրպարտություն է, սուտ է, վիավորանք է, այդ գնահատողները դիմացին, այսինքն մեկը մյուսին, նույնիսկ հարաբերություններում, միջանձնային հարաբերություններում զրպարտության, վիավորանքի համար կարող է բողոքել միայն տուժողը, այսինքն անձը կարող է գնալ դատարան, պահանջել, որ իրենից ներողություն խնդրեն։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերահսկելու է նաև, որ քարոզչական նյութերը վճարովի հարթակներում տարածելու համար քաղաքական ուժերը հայտարարագրեն դրա համար ծախսված գումարները։ Քանի որ վարչապետի, օրինակ, ֆեյսբուքյան պաշտոնական էջն ունի հսկայական լսարան, արդյոք այդ էջում հրապարակված նյութերը չեն համարվելու վարչական ռեսուրսի օգտագործում։ Պետական պաշտոնյայի պաշտոնե էջը, նկատում, դա ինքը ևս պետական ռեսուրս։ Դա եթե ասենք այդ էջի տերը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է, այսինքն աշխատակազմը կամ մամուլի, չգիտեմ, այդտեղ ինչպես է, այդ ուրիշ բան։ Բայց քաղաքական գործիչները եթե ունեն անձնական էջեր, իսկ երբեմն քաղաքական գործիչների անձնական էջերը կարող են, ասենք, չգիտեմ, բաժանորդագրություններ, ասենք, հազարների, միլիոնների հասնել, չգիտեմ։ Հա, բնական է, որ իրենց անձնական էջերը իրենց նաև քաղաքական գործունեության ժամանակ իրենց հենց հեղինակությունը բարձրացնելու նպատակով իրենք օգտագործել են։ Սա նույնն է, որ մարդուն, ասենք, լավ ռետոր լինի, ասենք, մի դու խոսի, որտեղ դու խոսում ես, օրինակ, մարդիկ ավելի շուտ են, այսպես քեզ ընկալում։ Ընտրություններին արդյոք տնային կալանքում գտնվողներն իրավունք են ունենալու քվեարկելու։ Իսկ այն քաղաքացիները, որոնք իրենց հաշվառման հասցեում չեն գտնվում, կարող են դիմել միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժին, դուրս գալ հաշվառման վայրի ցուցակից և ընդգրկվել տվյալ պահի բնակության վայրի ցուցակը։ Բոլոր քաղաքացիները, ովքեր ընտրելու իրավունք ունեն և ցանկություն կունենան, այսինքն գտնում են տնային կալանքի ներքո ցանկություն կունենան, ընտրելու իրենց իրավունքը կապահովի, այսինքն իրենց կուղարկեն տեղամաս։ Վահագն Հովակիմյանն անդրադարձավ նաև կառավարող ուժի քաղաքացիական պայմանագրի հետ ասոցացվելու մասին խոսակցություններին։ Իմ կենսագրության զբաղեցած աշխատանքներով պայմանավորված իմ ազնվությունը կասկածի տակ դնելը դա ուղղակի վիավորանք է անձիս։ Որովհետև ի պաշտոնե ցանկացած գործողություն, ինչ որ կլինի նախկին կուսակից ընկերներին, կլինի հարազատներին, դա քրեորեն պատժելի է։ Պաշտոնական դիրքը առավելության նպատակով օգտագործելը, կներեք, դա քրեական հանցագործություն է։ Հովակիմյանը շեշտեց, իր պաշտոնավարման ժամանակ ընտրությունները լինելու են ազատ, արդար, թափանցիկ։ Որևէ մեկը հնարավորություն չի ունենալու ընտրությունները կեղծելու։ Կլինի ԱԺ, կլինի ավագանի, կլինի մեծամասնական համայնքի ղեկավար կամ ավագանու անդամ, բոլորը լինելու են ընտրված ազատ, արդար, թափանցիկ ընտրություններով։ Մերի Խաչատրյան, Ժիրայր Հաբետյան, լուրեր։